Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է, ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը, ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր հաղորդման ընթացքում մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես դուք կարող եք պահպանել հոգեկան կայունությունը դժվար իրավիճակներում։ Գաղտնիք չէ, որ այսօրվա մեր կյանքը լի է ստրեսային իրավիճակներով, բացասական ինֆորմացիայով, բազմաթիվ խնդիրներով, որոնք որ մեզ մոտ կարող են առաջացնել տագնապի մակարդակի կտրուկ բարձրացում։ Ու շատ դեպքերում ձեզ մոտ կարող են առաջանալ վատատեսական սցենարներ կապված ապագայի հետ։ Եվ եթե դուք ինչ-որ հարցում դեռևս չեք կողմնորոշվել, չեք ցանկանում դիմել մասնագիտական աջակցության, կարող եք մի քանի տարբեր տեխնիկաներ կիրառել, որ գոնե մի որոշ ժամանակով ձեր վիճակն ավելի կայուն լինի։ Եվ այսպես պատկերացրեք, որ դուք միացնում եք հեռուստացույցը կամ մտնում եք համացանց եւ անմիջապես լսում եք, որ որևէ երկրում, քաղաքում կամ մոտ մի տարածքում հրդեհ է բռնկվել, բնական աղետ է եղել, ավտովթար կամ բազմաթիվ զոհեր եւ այդպես շարունակ։ Ու անմիջապես այն մարդիկ, ովքեր շատ նրբազգաց են, սկսում են վատատեսական սցենարներ մշակել։ Եթե դուք զանգել եք այդ ընթացքում ձեր բարեկամին եւ նա չի պատասխանել ձեր հեռախոսազանգին, կարող է ստացվել այնպես, որ դուք ձեզ ներշնչեք, որ ձեր բարեկամի հետ եւս դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Էլ չենք խոսում այն մասին, որ ամբողջ աշխարհի կտրվածքով շատ բացասական ինֆորմացիա ենք ստանում։ Միտեղ աղետ է, մեկ այլ տեղ համավարակ է, հանկարծակի անսպասելի վատ դեպքեր են տեղի ունենում։ Եվ քանի որ մեր մեջ կան մարդիկ, ովքեր միշտ ձգտում են կատարելության, ուզում են, որ իրենց կյանքում ամեն ինչ լինի մտածված, կանխատեսելի, իրենց մոտ առաջանում է շատ ուժեղ տագնապի զգացողություն եւ իրենք անհանգստանում են, որ կյանքի հաջորդ վայրկյանին կարող են ամենաանհավանական թվացող սցենարները դառնալ իրականություն։ Կարծում եմ կհիշեք մեր շատ սիրելի Հովհաննես Թումանյանի Կիկոսի մահը հեքիաթը։ Լավագույն օրինակն է նրա, թե ինչպես մենք կարող ենք մի վայրկյանում այնպիսի վատատեսական սցենարներ մշակել մեր կյանքում, ու որ ամենավատն է հավատալ դրան, որ վերջնական արդյունքում վատ տարբերակի հանգենք, վատ իրավիճակ կամ վատ ավարտ ունենա այդ ամենը։ Հարգելի հեռուստադիտող, եկեք հասկանանք, թե ինչու ենք մենք սկսում վատ մտքեր ունենալ ու այդ մտքերը նպաստում են նրան, որ մեր ինքնազգացողությունը վատանում է։ Շատերի մոտ խախտվում է քնի ռեժիմը, ախորժակի կորուստ է լինում կամ ճիշտ հակառակը, սկսում են անկանոն եւ չգիտակցված սնվել, միգուցե սրտի աշխատանքի հետ կապված խնդիր են ունենում ու նմանատիպ շատ այլ բաներ։ Եվ այսպես պատկերացրեք, թե որքան բացասական են ազդում մեր վրա մեր վատ մտքերը։ Ու այդ ամենի հիմքում ընկած են մեր մտածողության աղճատումները։ Ես բերեմ մի քանի օրինակ, դուք պատկերացրեք արդեն ձեր առօրյա կյանքում այդ ամենը։ Օրինակ, կան մարդիկ, ովքեր պատկերացնում են կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքով կյանքը։ Ունենում են սև ու սպիտակ մտածողություն, այսպես ասած։ Օրինակ, մտածում են, որ եթե աշխատանք, ապա այդ աշխատանքը պետք է առնվազն մի քանի 100,000 դրամանոց վարձատրություն ունենա։ Ու եթե իրենց պատկերացրած թվից պակաս է լինում, նրանք որոշում են, որ չեն աշխատի։ Սա ուղղակի մի փոքրիկ օրինակ է, իրականում նման ծայրահեղ մոտեցում գրեթե յուրաքանչյուր հարցում կարող է լինել։ Երկրորդ տարբերակը մտածողության աղճատման կարող է լինել, այսպես ասած, կատաստրոֆալիզացիան։ Ինչպես սկզբում ասացի, դուք ընդամենը զանգահարել եք 1 կամ 2 անգամ եւ ձեր հեռախոսազանգին չպատասխանելու արդյունքում դուք ամենավատատեսական սցենարներն եք մշակում։ Միգուցե ձեր զրուցակիցը փողոցն անցնելիս ընկել է մեքենայի տակ կամ մեկ այլ դժբախտ պատահարի զոհ է դարձել։ Բայց իրականում, եթե ավելի անկեղծ լինեք եւ այդ պահին փորձեք սթափ դատել իրավիճակը, մի կողմ թողնելով բոլոր հույզերը, դուք կհասկանաք, որ հիմնավոր պատճառ չունեք նման բացասական մտքերի համար։ Իսկ բացասական մտքերը մեր գլխում ծնվում են հատկապես այն ժամանակ, երբ որ մենք, ինչպես արդեն ասացի, շատ նրբազգաց ենք, շատ հեշտ ենք տրվում մեր հույզերին եւ բացի այդ դրան գումարվում է նաեւ այժմյան տեղեկատվական գեր ծանրաբեռնվածությունը։
որովհետև բացասական լուրերը ամենուր են եւ մենք առանց քննադատական մոտեցման ընդունում ենք այդ բացասական լուրերն այնպիսին, ինչպիսին կան, բայց շատ հաճախ մոռանում ենք այն մասին, որ այդ լուրերը կարող են խիստ ուռճացված լինել։ Չէ՞ որ կա մի գեղեցիկ արտահայտություն, ասում են մենք պատասխանատու ենք նրա համար, ինչ ասել ենք, բայց ոչ նրա համար, ինչ դուք լսել եք։ Սովորականից այսպես ասած, անվտանգ, անվնաս թվացող արտահայտությունների մեջ անգամ մենք կարող ենք մեծ վտանգներ փնտրել եւ այդ արտահայտությունները կամ այդ լուրերը ի վնաս մեզ օգտագործել։ Դրանից հետո էլ, ինչպես արդեն ասացի, կվատանա մեր ինքնազգացողությունը։ Այնուամենայնիվ, եթե դուք չեք դիմելու մասնագետի, ինչը որ շատ մեծ սիրով խորհուրդ ենք տալիս ձեզ, ժամանակին դիմել մասնագետի, որպեսզի եւ կարգավորել քնի ռեժիմը, եւ կարգավորել առօրյան ու մտքերին տալ լավատեսական ընթացք։ Չէ՞ որ երբ դուք բացասական մտքեր եք ունենում, դուք տանջվում եք այդ պատճառով, ու քանի որ դուք շատ դեպքերում ձեր ընտանիքի ներսում հաճախակի ունենում եք տրամադրության անկումներ, մտահոգություններ եւ այլն, հետեւաբար ձեր այդ հոգեվիճակից տանջվում են նաև ձեր ընտանիքի անդամները։ Դրա համար շատ կարևոր է ժամանակին դիմել նյարդաբանի, հոգեբանի եւ այլ մասնագետի, ովքեր գրագետ միջոցներով կօգնեն ձեզ ձեր վիճակը ավելի լավացնել եւ ձեր ինքնազգացողությունը բարելավել։ Այսպիսով ինչ դուք կարող եք անել, որպեսզի այդ բացասական լուրերը այսուհետև չազդեն ձեր վրա այնպես, ինչպես ազդում են հիմա եւ չգցեն ձեր կյանքի որակը։ Նախ եւ առաջ պետք է դադարեցնել տեղեկատվական հոսքը, հետևեք միայն այն ալիքներին, որոնց իսկապես վստահում եք, չէ՞ որ հիմա մեր համացանցային տիրույթում լի են լրատվական էջերը, որոնք կեղծ լուրեր են տարածում են այդ կեղծ լուրերը դիտումների համար, այսպես ասած լայքերի համար, որովհետև նման դեպքերում իրենք աշխատում են գումարներ եւ իրենց համար առանձնապես հետաքրքիր չէ, որ իրենց տարածած սուտ տեղեկատվության պատճառով ինչ որ մեկի ճնշումն է բարձրանում, զարկերակային արյան ճնշումն է բարձրանում, ինչ որ մեկը վատ է քնում գիշերը, տագնապի մեջ է լինում եւ այդպես շարունակ։ Առանց որևէ հետևանքի մասին մտածելու իրենք կարող են 1 վայրկյանում տարածել այնպիսի լուրեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Դրա համար որևէ լուր կարդալուց հետո լավ մտածեք, արդյոք արժե վստահել այդ լրատվական կայքին կամ այդ հաղորդմանը։ Երկրորդ կարևոր նախապայմանը հնարավորինս շատ գտնվեք մաքուր օդում, հնարավորինս շատ ինքներդ ձեզ պատճառեք փոքրիկ ուրախություններ, շփվեք այն մարդկանց հետ, որոնց հետ շփումը ձեզ բավականություն է պատճառում, որոնց հետ շփումից հետո դուք ավելի լավատեսական եք դառնում եւ լցվում եք դրական էներգիայով։ Հնարավորինս քչացրեք կոֆեին պարունակող հեղուկների ընդունումը։ Շատ հաճախ մենք կարող ենք ուղղակի, այսպես ասած, ավտոմատ կերպով անընդհատ խմել սուրճը ու չհաշվել անգամ, թե որ երրորդ գավաթն ենք խմում, բայց միևնույն ժամանակ այդ սուրճը կարող է շատերի օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ եւ առաջացնել տագնապի լրացուցիչ զգացողություն։ Իհարկե սուրճի մասին չի միայն խոսքը, նաև բոլոր այն զովացուցիչ ըմպելիքները, որոնք պարունակում են կոֆեին, էլ չենք խոսում էներգետիկ ըմպելիքների մասին։ Փորձեք կարգավորել ձեր քնի ռեժիմը։ Քանի որ եթե դուք քնում եք շատ քիչ, արթնանում եք շատ վաղ կամ քնում եք շատ ուշ ժամի, այդ ամենը չի կարող բացասական ազդեցություն չունենալ ձեր օրգանիզմի ու առհասարակ ընդհանուր ինքնազգացողության վրա։ Բացի այդ, շատ կարևոր է, թե քնելուց առաջ արդյոք դուք ընդունում եք որևէ տեսակի սնունդ, թե ոչ։ Քանի որ եթե ձեր ստամոքսը քնի ընթացքում զբաղված է լինում այդ ձեր ընդունած ուտելիքը մարսելով, շատ հավանական է, որ դուք կարող եք անհանգիստ քնել, տեսնել մղձավանջային երազներ եւ այդպես շարունակ։ Դրա համար ցանկալի է, որպեսզի քնելուց առնվազն 3 ժամ առաջ դուք այլևս ոչ մի տեսակի սնունդ չընդունեք։ Մի կարևոր կետ եւս հարգելի հեռուստադիտող, շատ լավ կլինի, որպեսզի դուք նաև հասկանաք, թե քնելուց առաջ ինչով եք զբաղվում։ Եթե դուք քնելուց մի քանի րոպե կամ անգամ 1 ժամ առաջ դիտում եք որևէ լարված սյուժեով ֆիլմ կամ խաղում եք համակարգչային հեռախոսային խաղեր,
որոնք նպաստում են ադրենալինի մակարդակի բարձրացմանը, շատ հավանական է, որ ձեր քնի ռեժիմը այնուամենայնիվ կխանգարվի եւ դուք, ինչպես արդեն ասացիք, կտեսնեք մղձավանջային երազներ։ Երբ որ դուք թոթափեք տեղեկատվական ծանրաբեռնվածությունը, հնարավորինս զտեք այն ինֆորմացիան, որը գալիս է ձեզ արտաքինից, դուք անմիջապես կզգաք դրական փոփոխություն, կկարգավորվի քնի ռեժիմը ու ձեր տրամադրությունն էլ ավելի բարձր կլինի։ Բայց հաղորդման երկրորդ հատվածում ուզում ենք ձեզ ներկայացնել մի քանի կարևոր տեխնիկաներ, որոնց ամենօրյա օգտագործումը, կիրառումը ձեզ կօգնի, որպեսզի դուք ավելի թեթև կարողանաք վերաբերվել ցանկացած բացասական ինֆորմացիայի եւ ձեր հոգեկան վիճակը պահեք կայուն։ Եվ այսպես առաջին տեխնիկան, որին ցանկանում ենք անդրադառնալ, շնչառական տեխնիկան է։ Կան բազմաթիվ տեսակներ շնչառական տեխնիկաների, եւ ամեն անգամ, երբ դուք զգում եք, որ ձեր տագնապի մակարդակը բարձրանում է, դուք կարող եք մտածված շնչել, դրանով իսկ հանգստացնել եւ նյարդային համակարգը եւ սրտի աշխատանքը, որովհետեւ երբեմն շատ անպատեհ վայրերում, օրինակ երթուղայինի մեջ, փողոցում, խանութում, մենք կարող ենք զգալ, որ մեր վիճակը բարդացել է, այսպես ասած, սրտի աշխատանքն արագացել է, ձեռքերում դող ենք զգում, թվում է ուր որ է ուշագնաց կլինենք եւ այդպես շարունակ։ Եթե չկա որևէ ֆիզիկական խնդիր, դուք գնացել եք բժիշկի, անցել եք որոշակի ստուգումներ եւ պարզել եք, որ առողջ եք, կարող է պատճառը լինել տագնապի մակարդակի բարձրացումը, խուճապային գրոհ կարող է սկսել ձեզ մոտ, տագնապի մակարդակի բարձրացումն էլ ուղեկցվի արդեն որոշակի ֆիզիկական խնդիրներով։ Եվ այսպես, շնչառական բազմաթիվ վարժություններ կան, օրինակ դրանցից մեկը 4-6-8 տարբերակով է, այսինքն դուք 4 վայրկյան ներշունչ եք անում, 6 վայրկյան փորձում եք պահել ձեր շունչը եւ 8 վայրկյան փորձում եք արտաշունչ անել։ Սա ընդամենը մեկն է շնչառական տեխնիկաներից, բայց դուք կարող եք համացանցում գտնել բազմաթիվ այլ տարբերակներ։ Բացի շնչառական տեխնիկաները շատ դրական են նպաստում նաև ռելաքսացիոն տեխնիկաները, որոնք ուղղված են մեր նյարդային համակարգի հանգստացմանը։ Օրինակ, դուք կարող եք փակել ձեր աչքերը եւ պատկերացնել մի գեղեցիկ վայր ըստ ձեր նախասիրության։ Եթե դուք սիրում եք ծովափի որևէ տեսարան կամ անտառային հատվածի տեսարան, դուք կարող եք պատկերացնել այդ տեսարանները, մտովի տեղափոխվել այնտեղ եւ փորձել մի որոշ ժամանակ ձեր մտքի լարվածությունը թուլացնել։ Շատ լավ կլինի, որ այդ վիզուալիզացնող տեսարանները ուղեկցվեն նաև դրական երաժշտությամբ եւ այդպիսով ամբողջական կլինի ձեր հանգստացման գործընթացը։ Պատկերացրեք, որ երաժշտությունը կարող է լինել ոչ միայն դասական, այլ կարող է լինել բնության ձայներով ուղեկցվող։ Օրինակ, եթե դուք սիրում եք ջրի ձայնը, թռչունների դայլայլը, դուք կարող եք միացնել այդ ձայները եւ փորձել հնարավորինս պահպանել հանգստությունը։ Շատ դեպքերում շատերիս համար կարող է նպաստավոր լինել նաև հարազատ մարդու հետ զրույցը, անկեղծ զրույցը, որի ընթացքում մենք կարող ենք պատմել մեզ մտահոգող հարցերը։ Չէ՞ որ երբ մենք մենակ ենք մնում այդ խնդիրների հետ, մեզ դրանք թվում են անլուծելի, թվում է, թե մենք կանգնել ենք մի փակուղու առաջ եւ այդ փակուղուց ելք չկա։ Բայց երբ շփվում ենք մեզ համար սրտացավ մարդկանց հետ, մեր ծանր բեռը կարծես մի փոքր թեթևանում է։ Բացի այդ, հարգելի հեռուստադիտող, շատ օգտակար կլինի, եթե դուք ունենաք օրագիր։ Խոսքս չի գնում դպրոցական օրագրի մասին բնականաբար, ունենաք ձեր մտքերի համար առանձնացված օրագիր։ Եվ ժամանակ առ ժամանակ այնտեղ գրանցեք այն մտքերը, որոնք օրվա ընթացքում ծնվում են ձեր գլխում, բայց այդ օրագիրը կարող է լինել ոչ միայն բոլոր մտքերի համար նախատեսված, այլ կարող եք ունենալ նաև ձեռքբերումների օրագիր։ Ամեն անգամ, օրինակ, երբ դուք անում եք որևէ բան, որը ձեզ նախկինում թվում էր ձեր ուժերից վեր, ասենք, եթե ինչ-որ մեկը որոշել է շատ երկար ճանապարհ գնալ ու նախկինում մտավախություն է ունեցել, որ ճանապարհին կարող է իրեն վատ գալ կամ որևէ վատ բան կարող է իր հետ պատահել եւ հանկարծ մի օր կարողանում է հաղթահարել այդ անհաղթահարելի թվացող խոչընդոտը, կարող է օրագրում կատարել նշում եւ որևէ ձևով խրախուսել իրեն։
Օրինակ, եթե տվյալ անձնավորությունը սիրում է քաղցրավենիք կամ գրքեր, նմանատիպ բաներ, կարող է իր համար գնել դրանք որպես խրախուսանք, քանի որ կատարել է մի այնպիսի ահռելի քայլ, որը նախկինում իր համար թվում էր անհասանելի։ Շատ կարևոր է նաև, որ ամեն անգամ, երբ որ տագնապի մակարդակը բարձրանում է, դուք փորձեք գիտակցված մնալ այստեղ եւ հիմա։ Բացատրեմ ինչու, որովհետեւ երբ մենք որևէ բանից անհանգստանում ենք, մենք չենք գտնվում այս պահում։ Մենք գտնվում ենք կամ անցյալում, որովհետեւ հիշում ենք անցյալի բացասական փորձը, կամ գտնվում ենք ապագայում եւ վախենում ենք մեր իսկ ստեղծած վատատեսական սցենարից։ Այսինքն, եթե բարձր ձայն է գալիս դղրդոց կամ նմանատիպ այլ ձայն ու մենք նախկինում ականատես ենք եղել երկրաշարժի, մենք կարող ենք մեզ ներշնչել, որ ուր որ է երկրաշարժը կսկսվի։ Ու իրականում, ինչպես արդեն ասացի, այս պահին որևէ խոսք, որն ուղված է մեզ, կարող է մեզ համար լսելի չլինել, որովհետև մենք տագնապում ենք, ելնելով անցյալի փորձից, մտածելով ապագայի վատատեսական սցենար։ Որպեսզի մենք գտնվենք այստեղ եւ հիմա, կա եւս մեկ տեխնիկա, որի կիրառումը ձեզ շատ կօգնի։ Իրականում այս տեխնիկան կարող եք տարբեր ձևերով կիրառել, համացանցում էլ կգտնեք նրա տարբեր տեսակները, բայց ես ներկայացնեմ դրանցից մեկը։ Ընդունենք, որ դուք կիրառելու եք 4-3-2-1 տեխնիկան, այսինքն այն պահին, երբ որ զգում եք, որ ձեր տագնապը շատ ուշ գնացել է, դուք փորձեք ձեր շրջապատում տեսնել 4 առարկաներ, որոնք ուղղակի կարող են ձեր շրջապատում լինել։ Հետո փորձեք 3 ձայն լսել։ Օրինակ, դուք շատ հաճախ երևի մտածում եք, որ լռության մեջ եք, բայց եթե ավելի խորությամբ սկսեք ընկալել տարածքում տեղի ունեցող ամեն ինչը, դուք հանկարծ կնկատեք, որ լսվում է մեքենայի ձայն, միգուցե օդորակիչի ձայն կա տարածքում, կամ օրինակ ձեր հարևանը զբաղվում է շինարարությամբ եւ այդ ձայներն են գալիս կողքից։ Այսպիսով փորձեք գտնել 3 ձայն, որը այդ պահին ձեր շրջապատում լսվում է։ Հետո փորձեք գտնել 2 առարկա, որոնց կարող եք շոշափել։ Եվ փորձեք ներշնչման միջոցով զգալ մեկ որևէ համ։ Օրինակ, եթե նոր կերել եք կիտրոն, կիտրոնի թթվային համը դեռևս կմնա ձեր բերանում։ Ու այսպես շարունակ։ Իրականում, կարծում եմ կարողացա ձեզ փոխանցել տեխնիկայի բուն էությունը։ Իսկ ինչպես այն կիրառել, ինչպես ձեզ հարմար կլինի, արդեն կարող եք հարմարեցնել ձեր անձին։ Բայց իրականում տեխնիկայի կիրառումը շատ լավ կօգնի, որպեսզի դուք ետ վերադառնաք իրականություն։ Բացի այդ, հարգելի հեռուստադիտող, շատ կարևոր է նաև, որպեսզի օրվա ավարտին դուք որևէ լավատեսական միտք ունենաք ձեր գլխում, կազմեք հաջորդ օրվա համար սցենար, ձեր կարևոր անելիքների, որովհետև մեզ շատ հաճախ պակասում է հենց այդ մոտիվացնող, այսպես ասած, հենարանը։ Երբեմն, երբ մեր հարազատ մարդիկ մեզնից հեռու են գտնվում եւ մենք չունենք որևէ միջոց իրենց հետ հաղորդակցվելու համար, մեր կյանքում թվում է, թե ինչ-որ բան կիսատ է։ Դրա համար կյանքը կարող է մեզ համար անհետաքրքիր թվալ, ինչ-որ մոտիվացնող բան չունենանք եւ այլն։ Բայց եթե դուք զբաղվեք ձեր սիրելի գործով կամ պարզապես փորձեք օգնել ինչ-որ մեկին անշահախնդիր, ձեր կյանքն ավելի լավը կդառնա։ Դրա համար փորձեք նկատել ձեր մեջ ուժեղ կողմերը եւ այդ ուժեղ կողմերը զարգացնել։ Տագնապի մակարդակի իջեցման համար մեզ կարող են նաև օգնել ուղղորդող հարցերը։ Այն պահին, երբ որ զգում եք, որ վատատեսական սցենարն արդեն գլխում մշակել եք, փորձեք վերադառնալ իրականություն եւ ինքներդ ձեզ հարցրեք. ինչ հիմնավոր պատճառ ունեմ այսպես մտածելու համար։ Արդյոք այն մտքերը, որոնք ես հիմա ունեմ, պատճառաբանված են, թե պարզապես իմ վառ երևակայության հետևանքն են։ Փորձեք ետ գնալ անցյալ եւ հիշել, արդյոք երբևէ ձեր բացասական մտքերը իրականացել են, թե ոչ։ Խոսքը հատկապես վերաբերվում է այն մարդկանց, ովքեր օրինակ ունեն ագորոֆոբիա եւ վախենում են բաց տարածության մեջ մնալուց։ Օրինակ, այո, կան մարդիկ, ովքեր որ բաց տարածության մեջ կարող են մտածել, որ շուտով ուշագնաց են լինելու եւ իսկապես իրենց օրգանիզմը բոլոր նախանշանները ցույց տա։ Իրենք ունենան գլխապտույտ, թվա թե ճնշման անկում ունեն եւ այդպես շարունակ։
բայց այդ ամենի հիմքում ընկած լինի տագնապը։ Նման դեպքերում փորձեք ետ գնալ անցյալ եւ հիշել, արդյոք երբ վախեցել եք, ունեցել եք բացասական միտք, այդ ամենն իրականացել է թե ոչ։ Եվ ես համոզված եմ, որ գրեթե բոլոր դեպքերում այդ ամենը եղել է միայն մտքի մակարդակով։ Այսինքն դուք մտածել եք, բայց դա երբեք իրականություն չի դարձել։ Առաջարկում եմ մի շատ հետաքրքիր տեխնիկա, որն ամեն անգամ կիրառելիս դուք կկարողանաք աստիճանաբար հաղթահարել տագնապի մակարդակի բարձրացումը եւ վատատեսական սցենարներն այլևս ձեզ համար իրական չեն դառնա։ Երբ զգում եք, որ որևէ վատ միտք է ձեր գլխում ծագում, փորձեք այդ միտքը վերլուծել, հասկանալ, թե ինչից ծագեց միտքը, որևէ վատ լուր լսեցիք, որևէ վատ բան այդ պահին տեղի ունեցավ, թե ոչ, ինչը նպաստեց, որ ձեր գլխում ծագեց այդ միտքը։ Հետո, երբ որ միտքն արդեն ծագել է, փորձեք հասկանալ, թե ինչպիսի հետևանք այն ունեցավ ձեր օրգանիզմի վրա։ Սկսեցիք արագ շնչել, թվում է, թե թթվածնի պակաս է, սիրտն է արագ աշխատում եւ այդպես շարունակ։ Հարգելի հեռուստադիտող, կապ չունի, որ ժամանակատար տեխնիկա է, անպայման կիրառեք եւ դրական ազդեցությունը կտեսնեք ձեր առօրյա կյանքի վրա ու նաեւ ձեր կյանքի որակի բարելավման վրա։ Երբ դուք նշեցիք, թե ինչպիսի օրգանական խնդիր առաջացավ, նշեք նաեւ, թե ինչպիսի մտքեր են տվյալ պահին ձեր մոտ ծնվում։ Օրինակ, եթե դուք զգացիք, որ ձեր սիրտը արագ է սկսել զարկել, դուք մտածում եք, որ շատ շուտով կվատանաք, ու այդ մտքի հետևանքով ել ավելի վատթարանում է ձեր ինքնազգացողությունը։ Հետո նշեք, թե ինչպիսի միջոցների եք դիմում, որպեսզի այդ վատ ինքնազգացողությունը փորձեք կարգավորել։ Շատերը տագնապի մակարդակի բարձրացման ժամանակ զանգում են հարազատի եւ սկսում են դժգոհել իրենց վատ ինքնազգացողությունից կամ դիմում են բժիշկների աջակցությանը։ Ու շատ են դեպքերը, երբ բժիշկներն ասում են, որ դուք ոչ մի առողջական խնդիր չունեք իրականում, բայց ձեր ինքնազգացողությունը շարունակում է վատթարանալ։ Այ հենց այդ դեպքերում էլ ամեն ինչի հիմքում ընկած են մեր բացասական մտքերը։ Եվ այսպես, երբ աղյուսակի բոլոր կետերը հաջորդաբար գրեցիք, վերջացրեցիք, ամենավերջում գրեք, ինչ տեղի ունեցավ այդ բացասական միտքը ունենալուց հետո։ Եվ գրեթե բոլոր դեպքերում դուք կհամոզվեք, որ ոչ մի բացասական բան էլ տեղի չունեցավ։ Եվ իրականում այդ ամենը մնաց միայն որպես վատատեսական սցենար։ Մի քանի օր շարունակ այս տարբերակով աշխատելուց հետո դուք կզգաք, որ իրականում այն ամենը, ինչ ձեր գլխում ծնվում է, ոչ մի առնչություն չունի իրական կյանքի հետ։ Եվ այն վտանգները, որոնք դուք ձեզ պատկերացնում եք, իրականում միայն ձեր վառ երևակայության արդյունքն է։ Դե ինչ հարգելի հեռուստադիտող, հուսով ենք, որ այսօրվա մեր հաղորդումը ձեզ համար օգտակար եղավ։ Իսկ ձեզ անհանգստացնող հարցերը, կարծիքները կարող եք գրել մեր YouTube-յան էջի ծնողի կողքին հաղորդաշարի հատվածում։ Ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը, կհանդիպենք։